Պայմանցաղցի հետ կապված ունենք որոշակի խնդրահարույց հատվածներ, որը մեծ հաշվով, եթե հանենք աշխատավարձային ֆոնդը, խոսքը գնում է 15 միլիոն, շուրջ 15-16 միլիոն դրամի մասին ընդամենը, բայց ել եմ կրկնում, քանի որ ինքը ամբողջ բյուջեն ընդամենը շուրջ 100 միլիոն դրամ է այդ հատվածը, մենք այդտեղ մեծ խնայողության տեղ չունենք, եւ երկրորդ հատվածը դա հենց աշխատավարձային հատվածն է, քանի որ էլի հիմնական ինքը փոքր է եւ այսպես ղեկավար անձնակազմը մեծ է, այսինքն հանձնաժողովի անդամները, որոնք ազգային ժողովի կողմից են ընտրվում, եւ այդ վարձատրության պարագայում, եթե մենք կիրառենք այն տրամաբանություն, ինչ որ կիրառում այլ հիմնարկներում, ըստ էության մնացած աշխատողների մասով ունենում ենք խնդիր, իհարկե նաև մենք գիտենք, որ ունենում ենք որոշակի խնայողություններ, հաշվի առնելով, որ աշխատանքի process-ի արդյունքում որոշակի աշխատողներ դուրս են գալ եւ այսպես ասած 100% աշխատակազմը երբեք համալրված չի լինում, բայց նույնիսկ այս խնայողությունները հաշվի առնելով, եթե դուք վերցնեք, իսկ այդ թվերը հրապարակային ենք, տեսնենք, որ մեծ ցանկության պարագայում է մենք չենք կարող դա ապավել, այս խոսակցությունը մենք մի շարք անգամներ ունեցել ենք, ինչ-որ չափով երբեմն բարձրացվել է, այս տարի նույնիսկ բնականon աճի բարձրացումը չի նախատեսվել, որը օրենքով մենք sense տենես պետք է տանք, այսինքն ցանկացած ծառայ ունի բնականon աճ, այդ գումարը տալիս ենք։ Հիմա եթե մենք այդ բաշխվածը նայում ենք, այստեղ եւս կարծում եմ մինչև 20 միլիոն դրամի դեֆիցիտ ունենք, դրա համար մեր համաձայն մեր պարմանության ֆինանսների նախարարության հետ մենք այդ հարցը կբարձրացնենք ազգային ժողովում եւ կխնդրենք ձեր աջակցություն, որում նախնական բյուջեից, որը ֆինանսների նախարարություն ներկայացրել, եւս մի 10 միլիոն ավելի քիչ է արդեն վերջնական ներկայացվածը, կարծում եմ սա կառաջացնի լուրջ խնդրեմ, որտեղ դա ազդելու է ասում հարթակի սպասարկման, ստուգումների իրականացման քանակի վրա, որովհետև եթե հսկիչ գնումների արդյունքում կատարված լաբորատոր ծառայության համար նախատեսված եղավ 1.5 միլիոն դրամ, մենք բնականաբար 1.5 միլիոն դրամից ավել լաբորատոր անալիզ չենք իրականացրել, պատմականորեն դա մեր մոտ միշտ ավելի բարձր է եղել։ Հոսանքի փողից չեն կարող տեղափոխենք այդտեղ, որտեղ այդ դեպքում հոսանքի փողը չեն կարողանալ տալ, այսինքն եմ ասում, 93 միլիոն դրամ կամ 100 միլիոն դրամ պապաման ծախսի պարագայում մեծ տեղ չկա խաղալու։ Հիմա բովանդակությանը մեր աշխատանքի, ինչպես հայտնի է, մենք անցյալ տարվան սկսեցինք սպառողների ոլորտի պաշտպանություն իրականացնել, որում դրա հետ կապված լրացուցիչ որևէ ռեսուրս հանձնաժողովը չի վերցրել, այդ ներքին ռեսուրսներով տեղաբաշխումների արդյունքում սկսեց սպառողների ոլորտի պաշտպանություն իրականացնել, պետք է ուրախությամբ նշեմ, որ հարթակը աշխատում է եւ մեծ քանակի սպառողի իրավունք ենք արդեն վերականգնի, իհարկե մեր ցանկությունը կլինի, որ 10 անգամ շատ սպառողները մեզ հարթակով դիմեն, սա կարծում եմ երկու բանի մասին է խոսում, A1 իրազեկվածության փոքր-ինչ խնդիր կա, երկրորդը կամանցից հավատ պետք է ներշնչի, որովհետեւ երբ որ մենք տեսնում ենք, որ սպառողի բողոքը հասարակական տեղ է հասնում եւ խնդիրը լուծվում է, ավելի մեծ թափով են սկսում ներդնել ու բիզնեսի մոտ էլ հետաքրքիր վարքագիծ է, ինքը փորձում է բողոքների 90%-ը լուծվում է առանց վարույթի, այսինքն բիզնեսը այդ բողոքներին, եթե տեսնում է, որ իհարկե ֆիլտրվում է բողոքները նրանք, որոնք գտնվում են մեր տիրույթում դրանք են ուղարկվում եւ բիզնեսը դրանց հաճախ արձագանքում է դրական դիրքորոշմամբ եւ խնդիրը չի հասնում process-ին, գնանշումը եւս արդեն ուժի մեջ է մտնել, այդտեղ եւս պետք է կարծում լայն իրազեկում անենք, հարգելի քաղաքացիներ, երբ որ դուք մտնեք խոշոր առևտրային կետեր, շրջանառությունը, եթե չեմ սխալվում 150 միլիոնից վերև առևտրային կետեր, հիմնականում այսին փոքր կրպակներ խանութները չէ, դուք արդեն գնանշման նոր կարգեր կտեսնեք եւ եթե ուշադիր լինեք, գինը սահմանված է օրինակ եւ կիլոգրամով եւ կոնկրետ միավոր ապրանքի գինը, այսինքն այլևս այդ շփոթության խնդիրը, որ 100 գրամի գին նշեն, հետո դուք դրամարկի մոտ խնդիրներ ունեք, չէ, կամ եթե ինքը, չգիտեմ, մի քանի հատ ապրանքը, մի քանի հատ անոց ապրանքը, ինքը մեկ միավոր ապրանքի գինն է նշվում, ինչը շատ ձեզ հեշտ հնարավորություն կտա համատեք եւ այս կամ շատ գնում չանեք, որտեղ մարդիկ հաճախ կարծում են, թե մեծ ծավալի գնում անելուց պետք է այնտեղ խնայողություն անեն, միգուցե դա իրականության մեջ որոշ դեպքերում ճիշտ է, բայց դուք կհասկանաք, թե ինչքան եք խնայելու, արժե անել, թե չարժե անել մրցակցության առումով գործընթացները նույնն են, ինչ նախորդ տարիներում մենք տեսակ, որ խաղային ոլորտում մեծ կարգավորում մցրեցինք, այլևս խաղային ոլորտում
SMS, mail, bot եւ նմանատիպ այլ գործիքակազմով ուղարկվող հաղորդագրությունները ստացել են այլ բովանդակություն, դուք գիտակցված նախապես ձեր համաձայնությունը պետքա տաք, ընդ որում այնքան հեշտությամբ, որքանով տվել եք, այդքան է կարողանալու եք հրաժարվել, ոչ ակտիվ խաղացողներն այլևս գովազդային կամ մարքեթինգային բնույթի նյութեր չեն գնալու եւ էլի այդ մեծ խնդրահարույց դաշտ էր, որտեղ քաղաքացիները մտահոգվում էին ենթադրում եմ վստահ եմ ավելի ճիշտ որ այս տարի մեր դրված բոլոր կատարողականները դրանք իրականացին իհարկե առիթ կունենանք նաև հաշվետվության ժամանակ դա խոսանք տարեկան ներկայացվող եւ վստահ եմ որ այն խնդիրները որ վերցրել ենք մեր կառավարության գործընկերների հետ թե իրավական դաշտի փոփոխությունների եւ թե սպառողների համապարփակ պաշտպանության համակարգի ստեղծումը վստահաբար կիրականացվի նախանշված ժամկետներում առանց հետաձգումների եւ նույնքան վստահությամբ կարող եմ ասել մրցակցության պաշտպանության հետ առնչվող խնդիրները եւս սահուն կերպով կիրականացվեն շնորհակալ եմ եթե հարցը լինեն սիրով կպատասխանեմ Շնորհակալություն խնդրեմ Տիկին Բաթոյան Շնորհակալ եմ Պարոն Գևորգյան, մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, ինչպես դուք նշեցիք, եւս մեկ գործառույթ է որդեգրել սպառողների շահերի պաշտպանությունը եւ մենք այս օրենքի քննարկման ժամանակ էլ կարեւորեցինք այս գործառույթը եւ հիմա նաեւ դուք ուրախությամբ նշում եք, որ թեև բավականին ակտիվ են այսինքն նշում եք, որ քաղաքացիները ակտիվ են, բայց այնուամենայնիվ կարող եք ավելի շատ դիմումներ ունենալ եւ ուրախությամբ նշում եք, որ դեպքերի 90%-ի գրեթե դեպքում, այսինքն պարագայում մենք ունենք իրավիճակ, երբ գործատուները, այսինքն ծառայություններ մատուցողները հիմնականում խնդիրը լուծում են առանց որևէ վարույթի։ Այսինքն եթե մենք իրենց հետ ավելի ճիշտ կոմունիկացնում ենք, հաղորդակցումը ճիշտ է տեղի ունենում, որևէ խնդիր չենք ունենում եւ կա այդ պատրաստակամությունը խնդիրները վերացնելու։ Երկու հարց ունեմ, արդյոք եղած դիմումների մասով որևէ վիճակագրություն ոլորտների հետ կապված կամ գոնե խնդիրների հետ կապված ունեք թե ոչ, այսինքն առանձնացրել եք թե սպառողները հատկապես ինչի հետ կապված հարցերում են դիմում, այսինքն որտեղ են ունենում ավելի շատ խնդիրներ, շատ ընդհանրական Եվ երկրորդ հարցս, ես հիշում եք քննարկման ժամանակ նախագծի ասեցի, որ սա նաև կարծում հնարավորություն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, հատկապես տարբեր ծառայություններից օգտվելու պարագայում ունենալու հանձնաժողով կամ տեղ որոշում կայացնող, ում կարող է դիմել ծառայությունների մատչելիության հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում ունեցել եք արդյոք նման դեպքեր, թե ոչ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, IT համակարգի մասին որ ասում եմ, այո, մենք ամբողջությամբ թվայնացված է վիճակագրություն ունենք ոլորտով, մեծությամբ ըստ բիզնեսների ցանկացած, բայց եթե այդ IT գումարը չեղավ, մի տարվա վիճակագրության հետ կարծում եմ խնդիր ենք ունենում, անվճար IT սպասարկում չի լինում։ Մենք այս տարի EMA գործընկերներին խնդրեցինք, որ այդ կտորը պահի, բայց ենթադրում եմ ամեն տարի նույն բան չեն կարող, դա կարծում եմ ըստ պետության պարտավորությունը վիճակագրություն ունենք։ Հիմնականում ամենամեծ խնդրեմը կախված է ինտերնետ տիրույթում կատարվող գործարքների հետ։ Հիմա նաև բտայի գործընկերների հետ խնդրել ենք, որպեսզի Meta, Instagram եւ նմանատիպ հարթակներում մենք ունենանք գործիք, հենց իրանց հետ է կապնվում, որտեղ մենք առանց գործընթացի, այսպես ասած, խանութները այդ հարթակներում կփակենք, պատկերացրեք օրինակ օծանելիք են գնում, այդ օծանելիքը իրականության մեջ չի լինում այն օծանելիքը, որը պետքա լինի, հետո մենք ահռելի մեծ ժամանակ ենք ՊԵԿ-ի գործընկերներն փորձում գործադրել եւ ներուժ, որպեսզի կարողանք գտնենք ընդհանրապես այդ մարդկա հետևականած, դե դրանք մի մեծ մասը չգրանցված բիզնեսներ են, մեծ մասին ուղարկի չես կարող գտնես անձնական քարտերով են փոխանցում կատարում կամ կանխի գործարքներ են, որովհետեւ այդքան ռեսուրս չծախսեն եւ այն բոլոր դեպքերին, որ դրանք ակնհայտ խեղաթյուրվածից մենք հասկանում ենք, պլատֆորմի արժեքի իր, այսպես ասած, գրանցված օգտատերերի քանակն է, հիմա փորձում ենք այդ կայքերը անդադ փակենք եւ դա կարծում եմ լավ արդյունավետ մեխանիզմ կլինի, ոչ թե անհատական պրոցեսներ անենք, ուղղակի այդ դրանք փակենք։ Ունենք տնտեսվարների անունները չեմ
ձեզ եթանում չի հետաքրքրում, այլ ունենք ոլորտ տեխնիկայի գնման կապված, որ մարդը գնում է տեխնիկան, այնտեղ մի քիչ փչանում է, հետալու ժամկետ, նորոգում, այդ նորոգման ընթացքում մարդուն պետք է տան համապատասխան ունենք հեռախոս, որ օգտագործի, դա էլ է նոր մշակույթ եւ մի հատ հետաքրքիր բան, որը էլի մշակույթի մտածելի փոփոխության մասին ունենք մարդիկ մի քանի դեպք են ունեցել, բողոքում են այդ լվացման քի մաքրման կետը, օրինակ մաքրելու արդյունքում շորը փչացել է ու այդ դեպքերն ուրախությամբ նշում, որ հետաքրքիր լուծումներ են գտել եւ այսինքն ինչ-որ հատուցման մեխանիզմներ է եղել, այսինքն ստանդարտ վիճակից, որ մեր հագուստը հետ չեն վերադարձնում, այսպես ասած տրանսֆորմացիան ենք ավելի հետաքրքիր բողոքների, որովհետեւ հագուստը չվերադարձնելու, այսպես ասած պրակտիկան մնացել է փոքր եւ շրջանուտներում, որտեղ էլի փորձում ենք այդ հարցերը լուծել։ Իսկ իհարկե ձեր հարցը հիշում եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասանելիության կապված, ես անկեղծ ասած նույնիսկ ուրեզորություն եմ ուսումնասիրել սպառողի իրավունքը հենց մեր տեսանկյունից, թե ինքը ուղղակի այլ ոլորտ, ինքը որ այդ իրավունքը ունեն մարդիկ, դա փաստ է, այդտեղ չկա խոսելու եւ առարկելու տեղ, բայց ում ոլորտի տակ է մտնում, անկեղծ ասած մենք նման բողոք չենք ունեցել հասանելիության հետ կապված, բայց չեմ վստահ եմ, որ նման խնդիր կա հաստատ Հայաստանի Հանրապետությունում եւ կարծում աշխարհի մեծ մասում հարցը մինչև վերջ լուծված չի, բայց մի հատ ուրիշ նախագիծ են անում աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության հետ, պարոն Թորոսյան վերջերս ենք խոսացել, հիմա նաև այդ պրոթեզ, օրթեզների ձեռբերման հետ կապված, այդտեղ ինֆորմացիա մեծ ասիմետրիա կա, այսպես շահառուի, որտեղ շահառուն չգիտի ինքը հիմնական ինչ է ձեռբերում եւ հիմնական բժշկի կողմից է նշանակվում, պետության կողմից ֆինանսավորում բավականին բարձր է եւ դա էլ խնդիր է ստեղծում, որտեղ հոգեբանորեն շահառուն ուզում է այդ ամբողջ գումարը ծախսի եւ այդտեղ չինական ապրանքների գները ահագին բարձրացու, չինակարտը չեմ ասում վատն է, բայց փաստ է նշում եւ ըստ էության գերմանական արտադրության, ֆրանսիական արտադրությունը ավելի բարձր է ոնց որ չի հասնում տեղ եւ այդ գումարն է քանի որ շահառուն չի կարող խնայել ինքը պետք է մենակ օգտագործի հոգեբանորեն գնում այդ առնում է այն մաքսիմում գնով որը պետք է հիմա մենք այդտեղ մի շարք էական փոփոխություններ են կարել բովանդակությունը արդեն արված է թվային հարթակը մի մասը արդեն պատրաստ է նախարարության կայքում ու շահառուն տեսնելու է մեր կողմից տրված ուղենիշային գին, որը չի նշանակում, որ մենք ասում ենք գնոպի, մենք ասում ենք այս ապրանքի ուղենիշային գինն է, դուք որպես շահառու մոտավորապես կհասկանաք ամեն մեկի մարժան ինչքան է, եւ դուք կատարեք ձեր ընտրություն, գումարը խնայելու պարագայում կարողանաք այդ համապատասխան ոլորտի սպասարկումներից օգտվել, որը նաեւ ձեր մոտիվացիան կփոխի ու եթե դուք ուզենաք օրինակ օգտագործել այլ ճապոնական, գերմանական, ֆրանսիական եւ եթե ավելի թանկ է դուք կարողանաք համավճարի արդյունքում ստեղծել այդ ոլորտի հետ կապված կարծում ես ինքը իրականում դրական բան կփոխի վստահ եմ դրանում իսկ եթե արդեն կոնկրետ լինեն ինչ-որ հասանելիության խնդիրներ դա ինքս թվում է հետաքրքիր թեմա է եւ կարելի է դրա շուրջ աշխատել ինքը լավ արձագանք կունենա արձագանքում եք Շնորհակալ եմ ես կարծում եմ որ սպառողների իրավունքների շահերի մասով իսկապես մենք իրազեկման կարևոր խնդիր ունենք եւ ես էլ կփորձեմ հնարավորինս ձեզանից այդ տեղեկատվությունը ստանալով հրապարակել եւ վերջին հարցի հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների մատչելիության մասով միասին փորձենք ես գուցե դիմեմ ձեզ օրինակ այս կամ այն, չգիտեմ, ռեստորանային համալիրում ծառայություն ստանալու համար, որովհետև ցավոք մենք կրթության խնդիրել ունենք շատ հաճախ եւ որոշումներ կայացնողներ եւ քաղաքացիներ եւ տնտեսվարողներ մտածում են որ դա քաղաքաշինական խնդիր է այնինչ դա միայն քաղաքաշինական խնդիր չէ պարզապես օրինակ եթե ես ուզում եմ այս կամ այն տնտեսվարողի մատուցած ծառայություններից օգտվել ինքը պիտի ապահովի այդ ծառայություններից օգտվելու հնարավորությունները դա կարող է այո ներառել քաղաքաշինական մատչելիության տրամադրում, բայց չի սահմանափակվում դրանով։ Հետևաբար ես կարծում եմ, որ նաև այս իմաստով մենք հենց գործատուն տնտեսվարողների հետ նաև կոմունիկացնելու խնդիր ունենք, այնպես որ շնորհակալ եմ, կփորձենք միասին աշխատել։
Շնորհակալություն, պարոն Գեորգյան, մի բան էլի ես էի ուզում ասել, ճիշտ ասած, ես ուզում էի առաջարկել ձեզ, եթե նման իսկապես աշխատանքը խոչընդոտող իրավիճակ է ստեղծվում բյուջեի հետ կապված, ես պատրաստ եմ դիտարկել եւ առաջարկություն ներկայացնել կառավարությանը փոփոխություն իրականացնելու համար եւ նաեւ մի բան էլ ուզում եմ ձեզ խնդրել, ճիշտ է, վերջերս այնպես չի որ շատ բան եմ արել, ուսումնասիրել եմ ոլորտը, բայց գնանշումների մասին խոսք գնաց եւ այնտեղ գնանշումների պահով նկատել եմ, որ տեխնիկայի խանութները խնդիր են ունենում մասնավորապես ակցիաներ իրականացնելու, այսինքն արագ մեկօրյա ակցիաներ եւ այլ բաներ իրականացնելու պահով, որովհետեւ այնտեղ եթե չեմ սխալվում նշվում էր ինչ որ միջինգին, նախորդ գին, ճիշտ գների շարք էր, որտեղ ես ինքս որպես հաճախորդ բավական լավ չէի կողմնորոշվում, թե որ գինն է, ինչ էս մասով ինչ որ բան փոփոխություն եղել է, որովհետև ինչ ես ասում եմ գրեթե մի տարի առաջ էր, այն ինչ նկատել է եւ եթե ոչ, ապա ինչ որ փոփոխություն լինելու է, թե չէ։ Շնորհակալ եմ։ Այս գնանշումները ներկայացնում եմ ակցիա գնանշումներ չէ, սա միավոր ապրանքի ունեք սուրճ, թե չգիտեմ եւ այլն։ Այդ ակցիայի գնանշումների հետ կապված մենք այդ գիտենք, խնդրեմը գիտենք, մեր կարծիքով մենք լուծում էինք առաջարկել, բայց նաեւ ազգային ժողովի գործընկերների հետ պայմանավորվեցինք, որ այդ լուծումը կհանենք փաթեթից, վերջի փաթեթը, որ ազգային ժողովը ընդունեց եւ պարոն Թունյանը, որը շատ հետևականորեն հարցը տալիս է մեզ, հա նոր նախագծով պետքա ներկայացնենք, նոր նախագծով պետքա քննարկում կունենանք եւ բիզնեսի ներկայացուցիչների, էկոնոմիկայի նախարարության, ազգային ժողովի ներկայացուցիչների հետ եւ կորոշենք վերջապես որ ուղղությամբ են գնում։ Իհարկե, եթե շատ անկեղծ եմ, ելի կարծում եմ, որ հիմնական բողոքը գալիս է այն հանգամանքից, որ մենք ոնց հաշվենք, մենք հաշվելու նոր մեխանիզմ ենք ասել ենք դրեք նվազագույն գինը. Եթե դուք ակցիա եք անում, ենթադրում եմ, այն գինը, որը նշում եք, թե որտեղից եք ակցիանում, այդ գնով դուք վաճառել եք ապրանք, դա սկզբունք է ամբողջ աշխարհում։ Եթե դուք չեք վաճառել այդ գնով ապրանք, շարք տենց գին գոյություն չունի։ Չի կարա հորինված գին լինի։ Չկա աշխարհում տենց բան։ Կամ մենք նոր բան պետք է հորինենք։ Այսինքն դուք վաճառել եք, երբ եք վաճառել, 2 տարի առաջ դժվար է այդ ապրանքը վաճառած լինեք։ Նշանակում է դուք առնվազն դրանից մի ամիս առաջ վաճառել եք այդ ապրանքը պայմանական 100 միավորով։ Ասում եք այդ 100 միավորը նշեք, հետո գրեք 50% զեղչ, որ կանք տեսնենք գոնե 50 միավորով վաճառում եք, թե չեք վաճառում։ Ուզում եմ հասկանամ այդ կա այնտեղ, ասենք, էսի մի ջնջեք, էսի ջնջեք, այդ տեխնիկական հարցերով չկա մի հատ վարույթ, որին մենք որևէ տնտեսվարող սուբյեկտի այդ տեխնիկական հարցով տուգանել ենք, չի եղել։ Նույնիսկ եթե ինքը օրենքի, այսպես ասած, տարին համապատասխան չէ։ Բովանդակություն եք հասկանանք, գնանք, մենք պատրաստ ենք։ Ես պարոն Թունյանին խոսք եմ տվել, հիմա այս բյուջեի քննարկումներից հետո սկսելու ենք այս քննարկումները, բայց ուզում եմ տնտեսվարողները եւս գան, ասեն, գիտեք, Ժոր, դուք օրինակ չգիտեմ, այ որ գրել եք, մենք դա իրականում խոչընդոտ էր հաշվարկում, կամ մենք օբյեկտիվ զեղչ չէինք արել, բան չէ, բայց այսօր եկեք տեսնենք զեղչերը ինչքան բան է փոխվել, հա, մինչև այդ բոլորը գրում էին, որ մինչև 70-80% զեղչ է, ոչ ժամկետ է նշվում է զեղչը եւ պետքա լինել, ոչ սկիզբ է նշվում, ոչ ավարտ է նշվում։ Եկեք հասկանանք, եթե մարդը ամեն օր մի օրանոց զեղչ անում, մենք կհանենք վիճակագրություն ցույց կտանք, օրինակ մարդը բիզնեսների զգալի հատված ամբողջ տարին ինչ որ կարճ ընդմիջումներով զեղչ էր անում։ Այդ դեպքում գնի եւ զեղչի միջև տարբերությունը դուք հասկանում եք, որ զեղչը ինքը ստեղծում է մարդու մոտ պատկերացում, որ իջնենք շուտ էս գնում առնենք, որտեղ վաղը այդ գինը չի լինելու։ Ինքը էստի համեցեքի արագ տարբերակն է, ասում շուտ եկեք առեք, որտեղ 3 օրում սուպեր գին բում, չգիտեմ, հիմա զերծ բառը չեն կիրառում տնտեսվարում, մտածելով որ կարան օրինակ ասեն գնի չեցում, բայց նույն բանն է, ուզում են գրեն, չգիտեմ, այլ բառ։ Բովանդակությունը տևելը մարդուն սպառողի մի խապ եք, ասում եք 50-60% զեղչ չէ։ Ուրեմն պետք է 60%-ին չի կարա գրեք 70% զեղչ եւ գանք տեսնենք, որ օրինակ բազմահազարանոց ապրանքների մեջ մի հատ օրինակ, չգիտեմ, բանցիկ եք 70% զեղչ չէ, իսկ ես իմ ժամանակը ծախսել եմ, այնակ չգիտեմ, տրանսպորտ եմ նստել եկել եմ, որ այդ գնումը անեմ։ Ասում եք, դի 20% ընդ որում այս կարգավորումները ամբողջ զարգացած աշխարհում տենց է, այո, ամբողջ զարգացած աշխարհն իհարկե կրպակներում չի գնում այդ զեղչը ստուգում, մենք գիտենք դա։
Մենք է տենց կրպակներ չենք ստում, բայց այն մեծ առևտրային կետերը կամ մեծ ցանցերը պետք է վարկագիծը փոխեն, որ մեր մոտ սպառողի մոտ տպավորություն չլինի, որ կներեք, էլի առևտուր անելուց մեզ համատարած խաբել են։ Այդ հոգեբանական վիճակի կոտրելը մեր վրա ամենածանր գործառույթն է եղել։ Մենք հազիվ ենք կարողացել մեծ սուպերմարկետներից fake օծանելիքը հանենք դուրս։ Հանենք դնենք գոնե առանձնացված տեղերին, որտեղ գրած լինի, որ չգիտեմ սա ինչ է։ Կներեք, իրի աշխարհաճակ բրենդերը մեծ խանութներում վաճառում էին, ասենք 2000-3000 դրամով։ Հես on-line տիրույթում գոնե ասում ենք չգիտենք ովքեր են, մենք չենք ճանաչում, բայց երբ որ դուք դա համատարած է տենց լինում, երբ որ գնում ենք ասում ենք համատարած մարդիկ անդադ, մարդը սկսում է չհավատալ այդ ձեռքի գործառույթին։ Մարդը սկսում է ասել, դες ինչ կա fake հա։ Հիմա մենք այդ fake-ի դեմ ենք պատկանում, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք խոսանք, հասկանանք, որ կարգավորումն է մի քիչ լավ, որն է մի քիչ վատ, որտեղ կարելի է լավարկել, փոփոխել, բայց բովանդակային առումով ինչքան հանդիպում ունեցել եմ, ցավոք սրտի պիտի արձանագրեմ, էկոնոմիկայում են գնացել խոսացել, գալիս է մի 4-5 հոգի տնտեսվարող, ով մեր մոտ անդադար process-ի մեջ է, անդադար Ես վստահ եմ, որ նույն այդ դեմքերն են գալու։ Անդադար այդ նույն process-ի մեջ են, անդադար իրանք բերում են, խաբում են, մենք գնում ենք, գտնում ենք, ու այդ մարդիկ անդադար ասում են, դե լավ, հիմա ինչ կլինի։ Հիմա էլ պիտի սկսենք ասենք գոնե հանրահայտ ապրանքային նշանները այտենց տեսքով մի արեք։ Հասկանում չէ, որ մեկ էլ եմ ասում, ինչ որ կրպակում ծախում է հանրահայտ բրենդ, մարդը կարա գիտակցի քիչ դեր, էլի վատ է, բայց կարա հասկանալ։ Բայց երբ որ երկրի գլխավոր փողոցներում, մարմարից արկած խանութներում բավական թանկ գնով ծախում են, որ կեղծված ապրանք մի հատ զեղ չեն անում, սպառողը իմ կարծիքով էական խնդիր է հանդիպում, բայց մենք պայմանավորվել ենք գանք այդ քննարկումները կունենանք։ Շնորհակալություն, այլ հարցեր կան պարոն Գևորգյանին։ Մի առաջարկի կարգի Տիկին Վարդանյան, պարոն Գևորգյան, շնորհակալություն ձգության համար, ես ուղղակի սպառողների պաշտպանության գործառույթը, որ արդեն անցել է ձեր ղեկավարած կառույցի տիրույթ, կցանկանայի, որ մենք սա կարողանանք այս հարթակը լավ օգտագործենք, որովհետև դուք ճիշտ նկատեցիք, որ առայժմ դա այդքան էլ ակտիվ չի, իսկ կարծում եմ դրա պատճառը իրազեկումն է։ Այսինքն քաղաքացին, որ մտավ եւ այսինչ սուպերմարկետից ժամկետանց ապրանք գնեց, նա պետք է հենց մուտքի մոտ տեսնի համարը գրված, որ խնդիր լինելու դեպքում զանգահարել այս համարին։ Եվ այդ դեպքում մենք ունենանք սա քաղաքացու բողոքը ուղղված չի լինի պետականության դեմ, ուղղված չի լինի անորոշ, այլ կոնկրետ կիմանա, որ սպառողների խնդրով կարող են դիմել եւ ստանալ ճիշտ ծառայություն, ճիշտ պատասխան։ Եվ սա կարծում եմ շատ կօգնի, մենք նման փորձ ունեցանք Տիկին Վարդանյան ինչ-որ լցակարների հետ որ գրում էինք այդ։ Հիմա կարող ենք մի օրենք ընդունենք, որ իրենք պարտավոր են այս համարը երևացող տեղ նշելու քաղաքացիների բողոքի դեպքում անմիջապես զանգարեն, ես բողոքը որ այդ դեպքում հարթակը շատ ավելի ակտիվ կաշխատի։ Եթե դա կհետաքրքրի, միասին կքննարկենք։ Շնորհակալ։ Աբան է առաջում, իհարկե նրա մասին մտածել ենք, պարոն Բագրատյան, հիմա եւ սուպերմարկետներում եւ արդեն ունեն գործընկերներ, որոնք իրենց հարթակներում պատրաստ են on-line տիրույթում դնել։ Մենք հենց այդ օրենքի տարբերակը չենք ուզում գնանք, որովհետեւ կարծես թե խնդրանքը որևէ հələ բիզնես չի մերժե, անկեղծ ասած։ Ենթադրում կարելի է սկզբնական этаպում հասկանալ, որտեվ իրանք էլ տենց իրանց հետ է դա կարծում հետաքրքիր եւ լավ, այսինքն մենք հիմնական դե խոշոր կետերին ենք ասում։ Եթե հասկանանք, որ խնդիր կա եւ մենք հանդիպենք խոչընդոտի, մենք մտածել ենք այդ տարբերակով դա օրենքով կա։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ լավ օր եմ մաղթում։ Նույնպես շնորհակալություն, հաջորդ զեկուցողը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան, համեցեք պարոն Թովմասյան։